Էնդոպրոթեզավորումը մենակ կոնքազդրային մոդի մասին չի, չէ՞ խոսքը։ Պրակտիկորեն ցանկացած հոտ կարելի է էնդոպրոթեզավորել։ Մարդու մեջ ձգտում կա դեպի էքստրեմը։ Ժողովրդական լեզվով ասած ուժիտ գյորա արա ինչ անում ես։ Պալուբոմու ընկնելու են կոտրվածքներ ստանա եւ այլն եւ այլն։ Մեր մոտ այնքան չեն գալիս, ինչքան իրանց բերում են։ Հեծանիվ քշելը ոնց կարա վատ անդրադառնա հոդերի վրա։ Հոդը սիրում է աշխատել, հոդը պետք է աշխատի, բայց չպետք է գեր ծանրաբեռնվի։ Ճախեք դուք օրվա երկրորդ կես սիրուն վիրահատել որ։ Ցուրտ ձմեռը պետք է այս հաղորդումը նկարենք, երբ որ մարդիկ ոտը սոտ են տալիս, ընկնում են ու ստանում են կոտրվածքներ, բայց ամառն ենք նկարում, որ պատրաստվենք ձմեռվան, իմանաք ձմեռը ու ինչ անեք, որովհետև դրանից խուսափելը գրեթե անհնար է։ Այսօրվա մեր հյուրը մի շատ լավ ընկեր, բժիշկ օրթոպեդ, տրավմատոլոգ, հետաքրքիր բժշկական բիզնեսների հիմնադիր, որոնցից մենք նույնպես կխոսանք, Just տրավմատոլոգիական կենտրոնի բժիշկ, որը գտնվում է թե Արթմեդ բժշկական կենտրոնում, թե Վիգմոր բժշկական կենտրոնում, թե ոնց ասի Շենգավիթում շուտով Շենգավիթում կլինի Արսեն Գևորգյանը, Արս ջան, պրիվետ։ Պրիվետ։ Ոնց ես։ Լավ, շատ լավ, մերսի։ Ինչի մենք չենք կարող խուսափենք ձմեռը, որ դուք միշտ լիքը գործ ունենաք այդ բանից, ինչ պետք է լինի, որ մենք խուսափենք դա, թե մարդկային բնույթն է տենց, որ որոշակի տարիքի մարդիկ ցուրտ եղանակին պալուբոմու ընկնելու են կոտրվածքներ ստանա եւ այլն եւ այլն։ Դե սայթակելը տարիք չի ճանաչում, կոնկրետ սառույցի վրա, ինչ որ սառած մակերեսների վրա սայթակելը տարիք չի ճանաչում։ Ձմռան հիմնական դիմելիության շատլն էլ հենց դրանով է պայմանավորված, որ փողոցում սայթակում են մարդիկ, տենց իսկ օրինակ վթարների տեսանկյունից ամռան տաք եղանակներին առասարակ ավելի հաճախ տաք եղանակներին ալնում վթարներով պայմանավորված տրավմաները, քան ասենք ձմռանը, ինչքան էլ որ կարող տարօրինակ հնչի, ասենք մեքենան էլ կարա սղա, հա, բայց քանի որ ձմռանը գեր զգուշ երթևեկություն է, դանդաղ, հիմնականում ինչ որ վնասվածքների մակարդակին չի հասնում էլի վթարները։ Այսինքն այնա որ ամառը սևանեթանք արագության տակ կան սեզոններ, կա հեծանվորդների սեզոն, մոտոցիկլիստների սեզոն գոյություն ունի։ Դուք գիտեք որ ես հիմա արձակուրդ չեմ կարող, թե հեսա մոտոյով մոտոցիկլիստները գալու են։ Ես մոտոցիկլիստների վրա մի հատ բան գիտեմ, Ռուսաստան արդինատորևեղ դիալիզի բաժնում հերթապահեմ, դա պատիժ էր մեր մոտ, էլի ով լավ չէր պահում, գրգում է դիալիզի բաժին ու ռոլը հերթապա։ Հա գուբախտներ Արա երկու հատ ռուս տղա են, տղամարդ են դիալիզ պոչկի են սպասում пересадки մոտոյձեն անցնում, ասում օ наша почка пришла։ Լավ է դա։ Շատ սև հումոր։ Շատ մուկ սև։ Այնակ դες նստած բացվում են, էլի սպասում են իրաց բանին, էլի պոչկի տրանսպլանտացիային ամեն մոտոյձեն տենց հույսեր արտնացնում իրանց մեջ, բայց օրինակ դա մոտոն ինքը անվտանգ չի։ Ու ինչքան է ինձ համոզեն իմ ընկերները բաները, ինքը անվտանգ չի, даже ներվայնացնող այդ մոտոյի ուժեղ շուխուրով ձենը որ սա գիշերով կարա սաղինանի, մարդու մեջ ձգտում կա դեպի էքստրեմը։ Այսինքն մարդը ուզում է այդ կյանքի այդ նագրանի խաղաղաստ քեզ, թե այդ ինչ որ հատուկ։ Իմ անունից կարամ ասեմ, որ հա, ու արական սեռի մոտ դա խոսքա չես, մեն տղա երեխու դժվար է առաջի 40 տարեկանն է, դրանից հետո հեշտ է սա։ Ու այդ ընթացքում ես էլ վստահ եմ բոլորն էլ ուղղակի ինչ որ մեկի մոտ այդ միտքը մի պահ գալի գնում է, ինչ որ մեկի մոտ շուշուտ է գալիս կամ գալիս մնում է, հա, ու նայած էքստրեմի հետ կապված ինչ միտք է եկել, ինչ որ մեկը վերջը դառնում է մոտոյի վարորդ, ինչ որ մեկը գնում է պարապլանով է թռնում, ես այդ երկրորդն եմ, հա։ Մարդկա պարաշուտով եւ այլն նայած գլուսը ինչքան է մտած էքստրեմը, բայց ինձ թվում է բոլորը ինչ որ չափով ունեն էլի։ Օրինակ իմ papan մոտ 10 տարի մոտոցիկլիստ է եղել, գործի մոտոյով, բան մոտով, իմ ծնվելուց 2 օր 3 օր հետո ծախել է ու ես արդեն 33 տարի մոտոյի մոտիկ չի գնում էլի ինքը, հա։ Ճանաչում ես դու իմ papan-ին, ինչ ունես։ Ծառայել եմ իր մոտ 2 տարի։ Հա դու իր մոտ ծառայելս նեվա, դեպի ինքը մոտո չէր քշում, ինքը հա։ Բանը մոտոների իր բանը սերը մինչև հիմա մեկ-մեկ տենում ոնց է ինքը նայում մոտոներին։ Այս փաստորեն մարդը ռեալ վտանգը գիտակցել է ու երեխա ունենալուց հետո ասել է մի րոպե սպասի։ Մի րոպե հա, վաճառել են կարևոր հարց։ Աբրես պապ ջան, հա։ Հենց էտա նոր պատմում եմ, այդպես հիշա որ դու papai զինվորն ես եղել։ Մոտոների ու ընդհանրապես էքստրեմի բան նաև գիտես ոնց է, ոնց որ նարկոտիկ է լինի, ուրեմն անցյալ տարի կոնֆերանսներից մեկին բան Էրիկ Անթարանյան մոտոներ էր բերել էլեկտրական Օր նստա մեկը քշելու այդ 3 օր կոնֆերանսի տեղը մի 50 կիլոմետր քշել եմ դրանից կայֆ զգացողություն
որ դու մոտո ես քշում չկա, բայց ես էլ նույն նկատառումով չառամ։ Դե առասարակ երկու խմբի են բաժանվում, որ արդեն ընկել են ու հələ չեն ընկել։ Որտեվ ընկնելու են բոլորը։ Այդ շատ հետաքրքիր բան է։ Բայց նայ, ընկնել էլ կա, ընկնել է։ Ձմեռը ես էլ եմ ընկել, դու էլ ես ընկել, ըստե բաղավարն բոլորը երիտասարդ բոլորն ընկել են։ Բայց էնդոպրոթեզավորման գալիս են ավելի տարեց մարդիկ։ Ինչն է պատճառը։ Էնդոպրոթեզավորումը առասարակ երկու դեպքում է կատարվում։ Երբ որ հոդը մաշվել է, դա ամենահաճախ դեպքն է, արթրոզա, վերջին աստիճանի արդեն արթրոզա, որ ոչ մի կոնսերվատիվ մեթոդներ չեն օգնում, մի խոսքով հասել է էնդոպրոթեզավորման, այդ դեպքն է, այսինքն դա ձմեռվա հետ տենց կապ չունի առանձնապես, մեկ էլ տրավմատիկ բնույթի, երբ որ կոտրվածքը հենց հոդի մեջ գտնվող, ասենց ասած, կոտրվածքը հոդամակերեսները վնասվել են ու թե կոնսերվատիվ, թե վիրահատական, բայց էնդոպրոթեզավորումը շրջանցող մեթոդները այնքան էֆեկտիվ չեն ելնում, միանգամից կատարվում է էնդոպրոթեզավորում։ Բժշկական արտահակուստը բժշկի գլխավոր ատրիբուտներից մեկն է, այն կարող է ապահովել լավ տրամադրություն ամբողջ օրվա համար, ինքը կարա ցույց տա, թե ինչքան կարևոր է ձեր աշխատանքը ու ամենակարևորը, կարա կեղտոտվի, դե շորերը չկեղտոտվեն։ Բժշկական արտահակուստը պետքա լինի հարմար, պետքա լինի շնչող, պետքա արագ լվացվի ու շատ արագ հարթուկվի, մեկ-մեկ նույնիսկ չհարթուկվի։ Այն նմանատիպ արտադրանք ձեզ առաջարկում է Ախուրյանում, Շիրակի մարզում արտադրվող Go Medical-ը։ Մարզային ստարտափ զարգացնելու ամենալավ քայլը կլինի Go Medical-ից գնել ձեր բժշկական արտահակուստը, որը ունի շատ գերազանց որակ, այն թանկանոց 30-40 հազարնոց ֆորմեկի որակից ունի, բայց վաճառվում է սկսած 18,000 դրամից։ Առողջ եղեք։ Իդեպ ես այդ եմ հագնում։ Պակա։ Քանի որ մեր հաղորդումը լրիվ բաց հաղորդում ես, ուզում եմ խոսանք, նաև դու էլ եւի կհամաձայնվես, քանի որ մեր ընկերն ես ուրիշ տարբերակ չկա։ Հիմա բայց անհարկի էնդոպրոթեզավորումները չափից դու շատ են, ինչ կարծիք ունես դրա մասին։ Ես այնքան էլ այդպես չեմ կարծում, հակառակը կարելի է ասել, մեր մոտ շատ ուշացած դեպքեր են, որ համեմատենք, չգիտեմ, ցանկացած եվրոպական օրինակ երկրի հետ, որ մենք համեմատենք, մենք հիմնականում գործ ենք ունենում վերջին ստադիաների հետ։ Ինձ թվում է բժշկության մնացած ճյուղերի հետ էլ է տենց, այդ մի քիչ հայկական մենտալիտետը, ուրոլոգիայում տենց չի։ Հա, ուրոլոգիայում, դու գիտես ինչը որ կապված է ընդեի հետ, մարդիկ շատ արագ վազում են բժշկի։ Դե մենք ընդեղից ահագին վերև ենք, ահագին ներքև ենք ու Ատենց խնդրի առաջ չենք կանգնում։ Ոնց հասնեմ ուղի։ Ուշացած դեպքերով են դիմում ու հիմնականում պացիենտի հետ խոսում ես էնդոպրոթեզավորումից, ասենք 10 դեպքից 7-ը, եթե ոչ 8-ը խոսում ես էնդոպրոթեզավորումից, որտեվ ինքը քեզ դիմել է արդեն այդ փուլում։ Մնացած շատ քիչ դեպքերում ինչ որ կոնսերվատիվ մոտեցումներ ես քննարկում, որտեվ դեռ կիրառական է իր դեպքը։ Եվրոպայից օրինակ որ պացիենտներ են լինում տարիքով, իրանք հիմնականում նաև ինքնուրույն գնում են էնդոպրոթեզավորման, զգում են որ արդեն մի բան են, չի շուտով ավելի վատ է լինելու, ու իրանք գնում են տես պլանային կարգով էնդոպրոթեզավորում են անցնում, ասում են փոխեք այդ խնձորակս։ Պլանային է, ինքը պլանային կարգով է ու Հայաստանում իհարկե էնդոպրոթեզավորումը վերջին տարիներին առավել եւս բավական առաջ գնացած ոլորտ է, բայց միևնույնն է ժողովրդի ինֆորմացվածությունը, որ տես օրինակ ասում ես զգում է ու գնում է, հա։ Մեր մոտ մարդը զգում է, ասում է մրսցրել եմ, չգիտեմ, ասենք ամեն ինչ պրոյեկտում է, բայց բժիշկի մեր մոտ այնքան չեն գալիս, ինչքան իրանց բերում են, հա, որտեվ արդեն տնեցիք արդեն դե վсё հերիք եղավ բոլեղավարի գնում են բժշկի բան, հա։ Մեր մոտ նա ավելի շատ էդ է ու բժշկությունը կարա ասենք առաջ գնա վիրահատական տեխնիկաները, ռոբոտիկ տեխնոլոգիաներ ներդրվեն, էնդոպրոթեզների նորանոր սերունդներ էս կոմենկոմ, բայց պացիենտի դաշտում պետքա բավականին շատ այդ իրազեկման աշխատանքները թե սենց, թե տարբեր գործիքակազմով պետք է արվի։ Նոր մեր հյուրը Մաշկաբան Կարեններ Վարդանյան, որ Աստղջանն վրա տեսա, մեզ շատ լավ արտահայտություն արեց, ասաց գիտելիքը շատացել է, կիրառությունը չէ։ Շատերը շատ ինֆորմացիա ունեն, բայց այդ ինֆորմացիան ոնց որ կիրառման ենթակա չի։ Էնդոպրոթեզավորումը մենակ կոնքազդրային մոդի մասին չի, չէ՞ խոսքը։ Մենք օրինակ ինչ էնդոպրոթեզավորման հնարավորություններ ունենք։ Ամենահաճախ կիրառվում է կոնքազրայինը, նու դեպքերով պայմանավորված, հա, հետո ծնկահոդը, հետո ուսահոդը, հա, պրակտիկորեն ցանկացած հոդ կարելի է էնդոպրոթեզավորել, ուղղակի
դեպքերը հիմնականում այդ երեքն են։ Կոնքազրային հոտ, ծնկահոտ ու ուսահոտ։ Հա, սովորութային հոդախախտեր, օրինակ նույն ուսահոտը, ուսահոտի պարագայում, իրանք օրինակ ես կորին որ աշխատում եմ, այդ շաբաթը 3-4 հոգու հետ մենք որ հոդը տեղը գցենք, որ Այդտեղ շատ մարդիկ կան։ Իրանց էլ այն էնդոպրոթեզավորումը ցուցված այդ տհաճությունից ազատվելու համար։ Չէ, էնդոպրոթեզավորումը այդտեղ այնքան տեղին չի, ինչքան ճլակապանային համակարգի վրա կատարվող վիրահատությունը, թե արթրոսկոպիկ տարբերակով, թե բաց տարբերակով, էնդոպրոթեզավորման հիմնականում մարդիկ գնում են, երբ որ ռեալ հոդամակերեսների հետ կա խնդիր։ Իսկ հոդախախտները այդ արդեն ոնց որ հոդի ամրությունը ապահովող հարակից ճլակապանային համակարգն է, որ կարելի է դրա ամրացման ուղղված վիրահատությունով հարցը լուծել էլի։ Ես շատ եմ սիրում տրավմատոլոգներին, բայց մեծ հարց տամ, էլի, ես sense ներքուս sense բան առաջնշախ եք դուք օրվա երկրորդ կես սիրում վիրահատել որ։ Հա։ Դες լավ հարց եմ տալ, եղե ժամ 11-ին գործի գալի, երբ որ ուսաղ վիրահատարն է, դες մի հատ ցելի կուսոկ զբաղացնում։ Ու ես զգացեմ քրոնիկ սախտեղ, որտեղ ասում եմ դե ապա տրավմատոլոգներն եկան մտան մինչև 5 օպերացիոնին չեն տալի, բայց կարելի է 8-ին մտնել, 2-ին տալ օպերացիոնին։ Մենք կոնկրետ մեր կլինիկայում մեզ սենց ասած ձեռավոր ճարը լինի 6-ին կմտնենք առավոտը, մենք էլ ենք տունեթում, սոտկի ինչքան շուտ տունետանք այնքան լավ, բայց երևի պայմանավորված է վիրահատությանը մանրակրկիտ պատրաստվելու հետ կապված, որտեվ իմպլանտներ պետք է առկա լինեն, բան այդ ամեն ինչը միշտ չի, որ այտենց շատ հեշտ հասանելի է լինում, ու նայած կլինիկա ոնց, բայց ենթադրում եմ, որ այտենց հանգամանքներով դի պայմանավորված լինի, թե չէ սիրել չեմ կարծում, որ մեկը սիրում է ուշտուն գնա։ Օրինակ մենք սիրում ենք առօր 7:30-7-ից դες սկսենք օպերացիոն։ Իդեալական տարբերակը արժևում մտքել։ Դու ես գալի, բրծել ես մի 3 հատ օպերացիա ժամ 12-ին պլաստիկ քիրուրգներից մեկը կոֆեն սիգարետը ձեռտս քիզակնա գալցա գործից դու բրծել ես արդեն կազգնաս դու։ Այդի շատ կայֆ բա։ Ներարկումները, ներհոդային ներարկումները, իրանք էլ են բավականին տարածված։ Այս մի հատ ոլորտ է, որից ես գաղափար չունեմ, օրինակ որ գինեկոլոգա դեմս շլնում աշկաբան, շատ ավելի հեշտ եմ զրուցում, ստայք ես որպես պացիենտ ավելի շատ հարց եմ տալիս կամ պացիենտի հարազատ։ Ներհոդային ներարկումները, իրանք երբ են էֆեկտիվ, ինչ է ներարկվում ու ինչ նպատակ ունի այդ ներարկումները։ Ուրեմն ինքը կոնսերվատիվ մոտեցումներից մեկն է, հաճախ է կիրառվում ու ամենահաճախը կիրառվում է հիալուրոնաթթվի ներարկումը, ժողովրդի ասած գելը, հա, որ ներարկում ենք, ինքը դեղ չի, որպես այդպիսին, ոչ մի բան այնտեղ չի բուժում, ինքը ուղղակի մածուցիկ իր կազմությամբ բուֆեր է, երկու մաշած հոդամակերեսների արանքը, որ շարժումները սարքում է սահուն։ Էֆեկտը իր շատ լավն է, բայց ցավոք շատ սուբյեկտիվ է ու ժամանակով պայմանավորված սուբյեկտիվ է, այսինքն ինչ-որ մեկի պարագայում կարաս երկար ամիսներ ընդհուպ տարի պլյուս էֆեկտ ունենաս, ինչ-որ մեկի պարագայում ամիս կամ ընդհուպ ասենք մի շաբաթ, որ գրեթե ապարդյուն է համարվում։ Այդ ներարկումները ճիշտ է կատարում եմ հաճախ, բայց չեմ սիրում։ Չեմ սիրում ինչի, որովհետև այդ գիալուրոնկաները իրանք արժեքով բարձր բան են, հա, բարձր արժեքի սեգմենտի պրեպարատներ են, ու երբ որ դու գործ ունես սենց հարաբերական ասած չկտրած ծմերուկ երևույթի հետ, որ ինչքան կօգնի այդ մարդուն, երբ որ ինքը արժենում է ասենք մի 5000 դրամ կամ 10000 դրամ դիցուկ, ասում ես դե հիմա կօգնի, չի օգնի, զատո կիմանանք, չգիտեմ, փորձեցինք, իմացանք, հա, բայց երբ որ 100,000 ու պլյուս ինչ որ գնային սեգմենտի մեջ է ինքը, մի տեսակ լեզուր չի ֆռում դու դա տենց մոտենաս հարցին էլի կօգնի, չէ, այդտեղ է կայանում իր բացասական կողմը։ Հա, այսինքն 100,000 տուր կարող է մի շաբաթ, կարող է մի տարի, հա։ Հա, ու արդար չի, հա։ Արդար չի ու պացիենտներն էլ հիմնականում հարցին ուրիշ կողմից են նայում, որ օրինակ, չգիտեմ, քույրը կամ եղբայրը, հարևանը, բարեկամը այդ ներարկումը ստացել է, լավ է, օքեյ է, դու վատսրը ես էլ եմ գնում, կամ հարևանիս կնոջը Հունաստանից էին ուղարկել այդ դեղը, իրան օգնեց, ասեմ ինձ էլ այդ դեղը ուղարկեն, բայց դե իհարկե բացատրում ենք, ասում ենք այդ մաշվածության մակարդակը էական է, ձեր քաշը էական է, վարած կենցաղը շատ էական է, այդ ամեն ինչը էական է։ Այ քաշի պարագայը, քաշի համար եմ ուզում խոսամ։ Կստացի դու մեր ընկերների մեջ ամեն նիհարն ես, չէ՞։ Բայց ոնց որ արդեն ընկնում եմ երկրորդ տեսնում, ով է կրում։
Ես դե հա բարձ այդ ինձ մի համ Forbes-ի Ստեղ նույն պրինցիպով բաներն է, չէ, ֆիզիոթերապիաներն է աշխատում, որ հիվանդը գալիս է, ասում է, հոդս ցավում էր, գնացի կարիպազին, կարիպային դրեցին, տոկերը խփեցին, հա, ու տենց բաներով ասեն, այդ ինչքանով է էֆեկտիվ։ Մենք պրոստը նենց ենք անում, մարդիկ հասկանան, ճիշտ են անում, որ գնալու են, ասենք 200,000 դրամ ծախսը ֆիզիոթերապիայի, թե չէ։ Առհասարակ պետքա ինչ որտեղ գնալ կամ չգնալ նեղմասնագետի հետ բնականա խորհրդակցելուց հետո։ Էլի եմ ասում, ասենք հարևանի կամ բարեկամի խորհրդով, ոչ մի բարեկամ, ոչ մի հարևան, ասենք վատը չի ուզում, իրան օգնելա, սրտանց խորհուրդ է տալիս, ուղղակի հաշվի չեն առնում, որ օրգանիզմները տարբեր են, դեպքերը տարբեր են, մի խոսքով ազդեցությունն էլ կարա լինի տարբեր, լավագույն դեպքում կարա օգուտ չտա, վատագույն դեպքերի մասին, ասենք չխոսենք, որ կարա վնասել պատճառի։ Ֆիզիոթերապիան ինքը հոդամակերեսների վրա միայն ու միայն կարա ունենա, ասենք ինչ-որ հակաբորբոքային ազդեցություն։ Լավացնի արյունամատակարարումը դրա ֆոնի վրա ունենա հակաբորբոքային ազդեցություն, բայց մաշված հոդամակերեսները վերականգնել կամ, չգիտեմ, ասենք ոսկրաբանական հյուսվածքի վրա ֆիզիոթերապիան ինքը այդպես ազդեցություն չունի։ Ձեզ հետաքրքրում է, թե ոնց եմ ես ամեն ինչը հասցնում, ով ասաց, որ հասցնում եմ։ Չեմ հասցնում։ Ինձ ուղղակի լավ օգնող մարդիկ կան, դա Spin Ideas Agency-ն ու Spin Production-ը, ով կազմակերպում է իմ ամբողջ նկարահանման process-ը, ինձնից ասում եմ, մենակ գամ, նկարվեմ ու քաշեմ գնամ իմ ռադը։ Մնացածը իրանք են անում, այսինքն մոնտաժում են, post production են անում, տեղադրում են, տակի են լինքերն են դնում, լայք, դիզլայքերի քանակն են նայում, ասում են որ պահից վիդեոն առաջ տա ու գովազդատու են նույնիսկ ման գալիս մեր վիդեոների համար։ Իդեպ YouTube-ի մոնետիզացիան եկել է ու ժամանակն է մտնել YouTube ու փողեր աշխատել Spin Ideas Agency, Spin Production, այդ երկուսը միավորված ձեզ կօգնեն, որպեսզի հասնեք ձեր երազանքներին։ Արի գնանք բուն էնդոպրոթեզավորումից խոսանք, էլի բուն հենց ինձ հետաքրքիր է։ Ինչքան է տևում օպերացիան։ Լուրջ հարցեր եմ տալու, որ ես քո մոտ լինեի, ինձ կա հարցնեի, էլի։ Եթե վիրահատությունը համարում ենք սկսված ու ավարտված կտրվածքից մինչև վերջի կարը դնելը, հա, եթե այդքանն ենք նայում, ինքը մինիմումը տևում է ժամ ու կես, առավելագույնը տևում է մոպելուս ինչքան ուզես։ Հա, բարձ է, դիմոնից հարցում եմ վարիկացել ինչքան է տևում, ասում եմ միջինում 40 րոպե, բայց եղել է 3.5 ժամ, չեն կարացել բրծել։ Եթե հա, ինչ որ դժվարություններ վիրահատության ավարտի մասին խոսում եք, չնայած բան, զիբիլ բան է, որովհետև սպինալ նարկոզ, անեստեզիա։ Հիմնականում այո, բայց այդ արդեն էլի ինդիվիդուալ անեստեզիոլոգի որոշելն է։ Հա, բայց հիմնականում եթե ողնաշարի հետ կապված ինչ որ խնդիրներ չենք ունենում, դեֆորմացիաներ, դժվարություններ սպինալով պայմանավորված կամ նախկինում ունեցած ինչ որ նեգատիվ փորձ, sense ասած, հա, ուրեմն հա, նախընտրվում է սպինալը։ Լավ, հարցը sense տամ։ Եթե մարդը ավել քաշ ունի, դիցուկ մի 160 կիլոնոց 70 բոյով կին է կամ տղամարդ։ Այդ դիցուկ չէ, շատ վատ է։ Հա, դու օրինակ եմ բերում կամ 150-130 կիլո։ Իրան ճիշտ չի ավելի շուտ ուղարկել օրինակ ստամոքսը ռեզեկցելու, նիհարելու, նոր հետո անցնել էնդոպրոթեզավորման, որտեվ քո էնդոպրոթեզն է կարող չաշխատի։ Ոչ թե կարող է հաստատ չի աշխատելու այդ քաշի տակ, ինքը վերջարաշ մեխանիզմ է։ Հա, դա է շարժվող մեխանիզմ է, որը ունի շփում ու էնդոպրոթեզի առհասարակ լավ ու վատն էլ որոշվում է շփվող հատվածների դիմացկունությամբ, այսինքն ինքը քանի տարի ինչքան երկար կծառայի, ինքան համարվում է լավը։ Բայց պետքա մարդու հասակն ու քաշը իրար հետ համապատասխան լինի, որ սենց ասած գործարանային տված ստանդարտի մեջ տեղավորվի դրա աշխատելու ժամանակը։ Եթե քո նշած հասակը ու քաշը հարաբերակցությունն է, միանշանակ իրան օրինակ մեր կլինիկայում կմերժենք վիրահատությունը։ Կասենք, որ դա ապարդյուն վիրահատություն է։ Իսկ քաշ իջացնելու հետ կապված, եթե վերջին հույսը սլիվ գաստրեկտոմիան է, ուրեմն արժի այդ խորհուրդ տալ։ Դե հիմնական տարիքով մարդկանց մոտ սլիվ գաստրեկտոմիայից բացի արի ճիշտը խոսանք էլի 1000 հիվանդից մեկը կարանա ինչ որ լավ քաշ գցի էլի այդ բարագայում, ասենք։ Այն որ հիվանդը գալի, ասում է գնացեք քաշը գցեք, եթե 6 ամիս հետո գասո, բժիշկ ջան, իհարկե, միշքան 3.5 կիլո գցել։ 3.5 կիլո պրոստետորից իրանջիկ է, գազ չունի բորի մեջ, 3.5 կիլո գցել եմ, դա շատ տարածված բան է։ Այդ դիսկուսը էլի մեր մոտ շատ տարածված է, որ պացիենտներին sense ասած ուղարկում ենք նիհարելու, տալիս ենք իրանց տնային հանձնարարություն, բայց անպայման խորհուրդ ենք տալի դիետոլոգի կոնսուլտացիա, դիետոլոգի հետ դա կազմակերպեն, որտեվ լավ պատկեր
վերացնում ես օրգանիզմ կա կարա ածխաջուր կուտակի, օրգանիզմ կա կարա ասենք գլյուկոզ կուտակի կամ ճարպ կուտակի, ինչ որ մեկը ուղակի հացամթերք չօգտագործելով կարա լավ քաշ գցի, իսկ այն մյուսի մոտ դա ընդհանրապես ոչի բան չփոխի։ Հենց այդ եմ ասում, որ էնդոկրինոլոգիա ու ես եթե տենում եմ արդեն տարիքա էքստրեմալ քաշա, արդեն սլիվ գաստրոկտոմիա անող մեր սլավմեդ ինգերներից կամ մեդլայն ինգերներից մեկի համար տալիս եմ, ասում եմ գնացեք էս է լուծումը, որովհետև մեկ քաշ գցելը այնքան դանդաղ process է դառնում, որ դիմացինը այդ քաշ գցելու process-ում, որ դիմացինը ժամանակը չունի այդ մի տարին։ Կոնկրետ էնդոպրոթեզավորման հետ կապված մենք այտենց խնդիր որպես այդպեսին չունենք։ Հա, բայց ինքը ենթաստամոքսային գեղձի հետ ունի, լյարդի հետ ունի, մի օր ինչ որ կարող է սրտային ցուցում այնքան շատ անում, դու էնդոպրոթեզավորման չվեկալես։ Իհարկե, իհարկե։ Հա, դա վիրաբույժները ամեն շաքարային դիաբետը ու հասարակ շաքարային դիաբետով հիվանդներին վիրահատելը ոչ մեկին հաճելի չի այն առումով, որ վերքը մինչև լավացնես գործը ավելի դժվար է։ Միանշ։ Ես որ հիվանդ է գալի, մեկ ուրախանում որ առաջի տիպ դիաբետ է, ասում եմ դու ձևը գիտես։ Ինսուլին շպրիցը վեկալ, վիրահատությունից 5 օր առաջ, այս թվերի վրա պահի 5 օր հետո այս թվերի վրա պահի։ Երկրորդ տիպ դիաբետով մարդկանց հետ շատ ավելի դժվար է, էլի, այդ բանով անելը, որովհետև մի 20 օր ասում եմ շաքարը ցածր պետք է պահի։ Մարդիկ կան լսում են, մարդիկ կա գնում են վիրահատվում են, հետո գալիս են ասում են վերքը չի փակվում, ասում եմ չի փակվելու, դու առաջին խնդիրը թողել ծնգել ես, գնացել ես ուրիշի մոտ, ուրիշը չի իջել այդ լեվելը, որ ենթաստամոքսային գեղձդ կարգավորի այդ ինսուլինը կարգավորվի կամ առասարակ ամեն իջացրած 5 կիլո քաշը մարդու վրա արթրոզի պարագայում բավական լուրջ տարբերություն է տալիս հավերի հետ կապված։ Ասենք 1-2 կիլոյի մասին չի գնում խոսքը, մինիմումը 5 կիլոգրամ քաշ իջացնելու պարագայում արդեն սկսում են իրենք զգալ։ Ցավերը թուլանում է։ Էլ չասեմ, որ ասենք 10-15 կիլո իջացնելը արդեն գալի ասում է լավ են, որ նշանակումները բաները արել էիր, ոնց որ կարող չխմեմ էլ, ոնց որ լավ եմ։ Անթուփ դրան մոտենում է էլի, ահագին է թեթևանում։ Հեծանիվ քշելը ոնց կարա վատ անդրադառնա հոդերի վրա։ Չի կար հետը չես ընկնում։ Հասկացա։ Որտեվ ես շատ եմ սիրում հեծանիվ քշել, ու ինձ ասում են, դա ջան, հեծանիվ հոդերը տանթած sense բանանում։ Հոդը պետք է աշխատի, հոդը սիրում է աշխատել, հոդը պետք է աշխատի, բայց չպետք է գեր ծանրաբեռնվի։ Ինչ ենք ասում գեր ծանրաբեռնվածությունը ոնց պետք է հասկանաս գեր ծանրաբեռնվածը թե չէ հոդը։ Դե ժողովրդական լեզվով ասած ուժիտ գյորա արա ինչ անում ես։ Հասկացա։ Չէ 8 կիլոմետր հեծոն արդեն լավ է, նորմալ է, հառը հա։ Կարող ենք արդեն դրան բան անենք, ենթարկվենք։ Արս դու շատ հետաքրքիր բիզնես ունես։ Դուք օրթոպեդիայի համար ինչ ասես արտադրում եք։ Երրորդ դուբլից չեմ փորձի ասեմ, դու ինչ եք արել մետաղական կոնստրուկցիաներ, ֆիքսատորներ եւ այլն, ես գիտեմ որ դու ամիջը սկսել ես գարաժում ինքնուրույն այդ ամեն ինչը կարելով կարի մեքենայի վրա։ Ոնց այդ միտքը եկավ ու ոնց դու խարիր, որ լավ կարելի է զուգահեռ տանել, թե կորցնելու բան չկարել։ Շատ ներդրում է չկար, որ մի հատ էլ կորցնելու բան լներ կամ չլներ, իրականում մինչև գարաժը հասնելը մի էտապ է կար, այդ տան բալկոններ, զրոն տան բալկոններ, հա։ Ուրեմն մի օր պապաս կոտրեց իր ծնկոսկրը։ Ես այդ ժամանակ արդեն հələ ուսանող էի, բայց մեկու մեջ գնում էի վնասվածքաբանության բաժանմունք, հանրապետական հիվանդանոց ու այնտեղ հերթապահում էի, մնում էի հերթապահի հետ, ինչ տեսնում սովորում էի եւ այլն, ու դե բնական է պապային տարանք այնտեղ ու բժիշկ նշանակեց ֆիքսատոր։ Ասես տեղաշարժված չի, վիրահատել պետք չի, կդնենք ֆիքսատոր ու այդ ֆիքսատորով ոնց որ հարցը դրանով է կլուծվի, ամիս ու կես կմնա եւ այլն։ Երբ որ ես այդ ֆիքսատորը գնացի խանութից առա, այն արժեքը, որը որ վճարեցի ես այդ ֆիքսատորի համար ու այն ինչ բռնում էի ձեռքերիս մեջ, ես ոնց որ ակնհայտ զգում էի էլի, որ չի կարելի 30000 լինի։ Հա, հենց այդ զգացողությունն է։ 30-40000, 50000, չի կարելի։ Ու գիտես ինչից էր գալիս այդ զգացողությունը, որ դու տեսնում ես, որ որևէ բարդ բան չկա այդտեղ, էլի։ Ինչ-որ բարդ տեխնոլոգիա չի, բան չի։ Ես ընդհանրապես կարուձևի մեջ մի փոքր փորձ ունեցել եմ գեղարվեստի դպրոցը ավարտելուց, ես ավարտական դասանը գեղարվեստի դպրոցում եմ սովորել, ու մի քիչ մի խոսքով թելասեղից գլուխ հանում եմ, ասենց ասեմ, ու ձեռս երբ որ վերցրեցի այդ ավելի շատ գործվածք հիշացնող ինչ-որ բան է, հա,
մետաղական ներդիժներով եւ այլն զգացի, որ ստեղ ինչ-որ բան չկա, էլի ինչ-որ բարդ բան չկա։ Հետո հենց որ papayi կոտրվածքը սերտաճեց, ամեն ինչ արդեն լավ էր, ես այդ ֆիքսատորը չթափեցի, վերցրեցի, կտրտեցի, տենց սարքեցի իմ համար նմուշ, բան, գնացի այդ ժամանակ հիշում եմ շուկայից ինչ հնարավոր կտոր-մտոր բան կար առաջինանյութի խանութից ալյումինի եսի մինչեր հիմա որ հիշում եմ, սենց իսկ ես չեմ ուզում իմ մոտ պատմեմ, էլ թե ես ինչերով էի դա անում, համեմատած հիմիկվա արդեն մեր կայացած արտադրության հետ էլի։ Ու իմիջիալոց այդ առաջի սարքած պատմական նմուշի պես պահում ենք էդի մեր արտադրամասում։ Մեր արտադրամասում սիրուն է, որ սենց վիտրինայով սպահում ենք, հա։ Ուրեմն ես դա սարքեցի, ամբողջ գիշեր ձեռով նստեցի, կարեցի, այդ ժամը 11-ի կողմերը սկսեցի կարել, լուսադեմ 5-ին նոր պրծել էի։ Ստացար քո ուզածը։ Ստացա մոտավոր դա հիշացնող ինչ-որ բան, աշկերս կարմիր, մատերս սաղ ծակրտած, հետո առավոտյան մաման ասեց, որ դա ջան, բա չիմացար, կարի մեքենա գոյություն ունի։ Արի եթե ուզում ես այդ ցույց տամ էլի։ Օ, հետո ես նույն բանը արեցի 15 րոպեում, ինչ որ արել էի 6-7 ժամում սաղ գիշեր, բնականաբար ավելի ճիշտ ստացվավ, ավելի սիրուն ստացվավ, վերցրեցի տարա իմ լավ ընկեր, իմ լավ ուսուցիչ Հրայ Ռազմիկովիչին ցույց տվեցի Հանրապետական հիվանդանոցի վնասվածքաբան, ինքը նայեց, ասեց լուրջ բաներով զբաղվել ախպոր պես, էս ինչ է։ Ու այդտեղ ավելի հավեսի ընկա, ասի սպասի, ոնց չէ, ես սաղ գիշեր նստեմ, ինձ սենց ասեն գնա կպի գործերի։ Ո՞ր ծախսեց նմուշի վրա կհիշես։ 5000 դրամ չէր ասնում։ Հասկացա։ Հա, ասենք այդ կտորի շուկայում ես որ ասեցի ինձ ինչ չափի բան է պետք, Ձերի տվին։ հա, անկեղծ տվեցին, որտեվ այնտեղ sense մեծ թոփերով էին ծախում։ Տվին ասին են որ մի շեղի էլի գործ ենք անում, այսպես գնացի։ Հետո տենց օրորի արեցի, փորձեցի տարածուց տվեցի, եկա մի կետի, երբ որ արդեն Հրայ Ռազմիկովիչը ինքն էր իմ դատավոր այդ պերիոդում, դες լավ եմ արել թե չէ, ասաց որ հա, էսի ոնց որ արդեն ոնց որ ոչինչ, ոնց որ խելքին մոտիկ է։ Հետո երբ որ ես արդեն որ դասերի հետ էի հասցնում, ոչի բանի հետ էի չէի հասցնում, ոնց որ կյանքի սաղ էտապներում ընեցել է, ինձ օգնության հասավ մեծ աղբերս, եկավ ասեց կօգնեմ, արի իրար հետ անենք։ Մի կարի մեքենան դարավ 2, 2-ը 3, մի խոսքով տենց։ Բայց վաճառվում էր։ Այդ ժամանակ հլը մենակ այդ Հանրապետական հիվանդանոցի բաժանմունքն էր շատ տենց ինքնաբավ վիճակով, հա։ Հետո արդեն ստացանք համագործակցության առաջարկ, արդեն միացան այլ բաժնետերեր ու դարավ մի հատ հզոր մի բան։ Հիմա ինչ եք արտադրում։ Բացի ողջ ասենց ասած տեսականին ինչ որ գոյություն ունի այդ ֆիքսատորների, հա, որ մենք ունենք, դրանից բացի վերջերս հիմնեցինք արտադրություն, որը բավական հպարտություն է, ասենց ասած տալիս, որտեվ նմանօրինակ արտադրություն հարևան երկրներում մենակ Թուրքիայում գոյություն ունի։ Մենք արտադրում ենք արդեն իմպլանտներ, որոնք որ կոտրվածքների բուժման համար են, այսինքն մետաղական կոնստրուկցիաներ են, ժողովրդական ասած, ասում են շշերով հավաքեցին, հա, այդ շշերը սենց, հա, իրանք էլի եթե տեսականիով նայենք մի քանի 100 անուն ապրանք, հա, ու դա շատ ավելի մեծ, շատ ավելի լուրջ ու շատ մեծ ավելի այտենց ներդրումներ պահանջող արտադրություններ, որտեվ մեծ այտենց հաստոցներ տարբեր երկրներից ներկրած, հա, բավականին լուրջ պրոյեկտ է։ Մի օր բայց հավեսս տվես, պիտի գամ նայեմ։ Իջևան ես գալու։ Հա, գկամ։ Եղբայր։ Ինչ է, կոկրաս։ Չէ, սպասեցի, իսկ ավելի լավ դու բան ասիր, հա։ Իջևանը իր ողջ համով հոտով։ Դե ոնց որ սա արտադրությունն այդ բժշկական հագուստի բանի Երևանից դուրս է գալի, օրինակ մեր հաղորդման հովանավորը Go Medical-ը, որը գիտես մեր ընկերոջինն է պատկանում, ինքն էլ գտնվում է Ախուրյանում, Շոյի Շիրակի մարզում։ Հա։ Ես միշտ ասել եմ, ասենք ինչ որ մարդիկ բան են բացում, ընկեր քո օֆիսը խիա Երևանի կենտրոնում։ Հա։ Իմաստ, եթե դու ինձ բացատրես խիա քո օֆիսը Երևանի կենտրոնում, 10 պատճառ, 3 պատճառ բերես կամ խիա քո արտադրությունը Չարբախում չի, Աշտարակում չի, Արտաշատում չի կարա տա։ Եթե կաֆե ու ռեստորան չի, չեմ հասկանում, մնացած ինֆրաստրուկտուրայի համար խիմք դինի Երևանի կենտրոնում։ Իջևանը շատ հարմար է։ Իրա բոլոր տեսանկյուններից շատ հարմար է։ Հա։ Հարմար լոկացիա է ինքը արտադրության համար։ Համովը ամենակարևորը։ Իմ սիրած տեղերից մեկն է Տավուշի մարզը Հայաստանում, Իջևան, Բերդ, Դիլիջան էլ չեմ ասում։ Հետո իմ հայրենի Լորին է մոտիկ, sense սիրուն։ Հրաշք զոնա է։ Né? Հա, դու ունեից ես, բայց Չէ։ Չէ, բա ոնց գնացիք Իջևան։ Արտոնություն ներկային ընտեղ արտադրության համար։ Հա, հասկացա։
Դուբային է, հա, հայկական օֆշոր։ Հայաստանում իրականում այտենց շատ այտենց զոնաներ կան, որ պետությունը բավականին լուրջ աջակցություն է տալիս, թե հարկային տեսանկյունից, թե օրինակ վարկերի սուբսիդավորման տեսանկյուններից, ուղղակի պետք է նախաձեռնես ու անես։ Դու էդի ունենայիր օրինակ Երևանում։ Դաժե Երևանից մի փոքր դուրս։ Երևանում միակ իմաստը կարար ըլներեն, որ չգիտեմ շուտ հասնես այնտեղ, այդքան մի բան։ Հա, բայց դա քանի անգամ է պետք գալի քեզ։ Ես ճիշտն ասած շաբաթը 2 անգամ ամենակիչը գնում եմ գալիս եմ, բայց սկզբից մտածում էի լավ դե համարյա 2 ժամ, 2 ժամից ավել գնում եմ, այդքան էլ հետ եմ գալիս, բայց այդ ժամանակը ու այդ բնությունը, այդ ճանապարհը ինքը մի հատ անփոխարինելի էֆեկտ է տալիս, ոնց որ հոկեբանի սեանս բարձրակարգ է։ 100%։ Այսինքն Անանդ էֆեկտ կա, ունի։ մատ լավ երաժշտություն կա, մտ լավ կինո ես միացնում։ Դե դժվար է նայելով այդ հալը կինոն, բայց երաժշտությունը կարելի։ Թե իմս թազա ավտոսն էկրան թեքվում է։ Ով դիման։ Գողագանը մա։ Այդ առումով հետաքրքիր է էլի բիզնես մոդելը։ Մյուսն էլ այն մեր Գևորգյանց Medical Store-ը ինքը խանութ սրահն է, որը ներկայացնում է վերեն, հա, վերեն նշված են ամեն ինչը։ Գիտես չէ։ Դեմ դիմացի մայթի ապտեքան է եղել։ Հա, երևի վաղուց է։ Հոպարիստողը հետ էի բացեք 21 թվին։ Հա։ Հա, այն հիմա դեմ դիմաց ապակիների խանութը Շուշեկի է, կողքի հիմա Target Farm-ը ոնց էր կոչվում։ Վախտի մենք էինք այդտեղ, դե հետո չկարացանք։ Ես բիզնեսմեն չեմ, ախպերը չկարացանք աշխատացնենք։ Հա, ու անդադ աշկոսում մի օր չեմ մտածել, դա քոնն է։ Չի, մտքովս չէր անցել։ Այնտեղ, բայց դուք հայկական արտադրության շորեր չունեք, բժշկական արտադրություն։ Այս պահին չունենք, չնայած մենք այտենց ինչ որ սկզբունք չունենք, որ պետքա անպայման ներկրած լինի։ Եղել է համագործակցության առաջարկներ, քննարկել ենք, հիմա էլ ներկայումս կա մի կազմակերպություն, որի հետ քննարկում ենք իրանց արտադրանքը մեր մոտ ներկայացնենք։ Ուղղակի ոնց որ արդեն նշեցիր, դա բիզնես է։ Պետքա մրցունակ լինի առաջարկը։ Եթե ասենք եվրոպական, ամերիկյան, ռուսական արտադրության համազգեստները, խալաթները իրանք այն արժեքի են լինում, ինչ որ ասենք տեղական արտադրությանը, մեկ абսուրդի է հասնում, որովհետև մենք տեղական ունենք, ասես ինչ արժես 40000, 40000-ով դու գիտես ինչ կարաս առնես, էլի, հա։ Այ հենց այդ շեմի վրա է միշտ հարցը լինում ու որ մի օր ստացվի գին որակ համապատասխանելություն ըստ շուկայի պահանջի շատ մեծ սիրով հենց այն ամենադիմացն էլ կկախենք սենց ասած։ Նայ ազատի բրենդը ռեկլամ չեմ անում, բայց ահագին բավականին մաչելի որակով է, էլի։ Մեր հաղորդման էքսկլյուզիվ հովանավորներն են իրանք, ասել եմ 2 անգամ կասեմ։ Ինչ կասես, մարդիկ ինչ անեն, որպեսզի հոդերը ավելի ուշ մաշեն։ Ինչ ա պետք դրա համար։ Առաջին հերթին հետևեն իրանց քաշին։ Այնտեղ կա մեծ գենետիկ նախատրամադրվածության ֆակտոր, որտեղ իրանք ոչ մի բան չեն կարող անեն դրա հետ կապված, բայց քաշին կարան հետևեն ծանրաբեռնվածությանը առօրյայի կարան հետևեն դա հիմնականում ծանր ֆիզիկական աշխատանք կատարող շինարարության մեջ, գյուղատնտեսության մեջ աշխատող մարդկանց է վերաբերում, որ ցավերը ի հայտ է գալիս, ցավերը դառնում է ամիսը 1-2 անգամ առնվազն ինչ որ ծնկահոդի կամ կոնքազրային հոդի լոկացիայով իրանք ցավ են ունենում, դիմեն այսօրվա դրությամբ առավել եւս բժշկի գնալը այնքան էլ վախենալու չի, ոչ ֆինանսապես, ոչ այլ որևէ։ Կստати ձեր մոտ ԱՀ-ն աշխատում է։ Իդեալական։ Էնդոպրոթեզի բոլոր ամբողջ գումարը տալիս է։ Կոնքազրային հոդի պարագայում այո, ծնկահոդի պարագայում ցավոք դեռ ոչ, հուսամ օրերից։ Հա, բայց ասենք այն կոնքազրային հոդ են տատի պապիները, որ այդ պրոթեզի եկափողեր, դա պետությունը սուբսիդավորում է։ Ամբողջությամբ։ Դա շատ մեծ նվեր էր պետության կողմից, շատ մեծ նվեր էր, որտեվ պացիենտների գրեթե ում նշանակում ես վիրահատություն 100 հոգուց առնվազն 60-ը կամ 65-ը գումարի խնդրով հրաժարվում էր։ Իսկ այսօրվա դրությամբ այդ խնդիրը չկա։ Հա, այնտի շատ կայֆ։ Հիմա մենք էլ օրինակ որ ասենք մտնում ենք բանի, փողի բազարը որ չկա, հենց փողի բազարը էլի որ բեժջան մի քիչ էժանացնել գնում ես տնօրինության մեջ, չի հիվանդը շատ գիտի քո ձեռն է չի։ Հա, հիվանդը շատ գիտի որ այդ փողից քեզ շատ մի հատ այսքան կտորա քեզ հասնելու։ Հա, այդ միշտ ասում եմ հիվանդանոցում ֆինանսական մարդը որ ասես գնա ինքը քեզ կբացատրի, հա։ Մենք ունենք դա։ Հա։
Բայց հիմա եւ թե ահա անկա մանավանդ այդ սեգմենտը 65+ տարիքի մարդիկ են, դա շատ լավ է օրինակ չէ։ Մենակ 65+-ի հարցը չի։ չի։ 200,000+ աշխատավարձ, Նաև աշխատամտության կարգերը, նաև սոցիալապահովության կարգավիճակը։ Իրանք օգտվում են պետպատվերից, ոչ թե ԱՀ-ից։ Իրանց մոտ չկա դա։ Իրանց մոտ վիրահատությունը հատուցվում է, էնդոպրոթեզը ոչ։ Հասկացա։ Just տրավմատոլոգիայի կենտրոնը, որը մի քանի մասնաճյուղ ունի, Արթմեդ, Վիգմոր, շուտով նաև Շենգավիթում, Արսեն Գևորգյանն էր մեր հյուրը։ Աստված չան իր ձեռն գնեք, բայց քեզ քանի տարի է ճանաչում եմ։ Սպասի 2016 տարի է քեզ ճանաչում եմ, հա, հաստատ կարամ ասեմ վստահելի անձնավորություն է, հանգիստ կարող եք դիմել, այսքան է, Արշ ջան։ Всё, пока։ Սիրելիներս, пока։